Ազատություն ռադիոկայան։ Հարցս թերևս ուղղեմ պարոն Հովհաննիսյանին։ Պարոն Հովհաննիսյան, իրավապաշտպանները քննադատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նա ԱԱԾ-ի միջոցով ստիպում է ցենզուրայի ենթարկել հոգևորականներին, պատարագում իրենց տեքստը, որ 25 տարի շարունակ հնչեցրել են, համեմատելով սա կագեբեական գործելավոճի հետ։ Իդեպ Փաշինյանը երեք հաստատեց, որ նաև ԱԱԾ-ն է այսպես համոզում քահանաներին կրճատել Գարեգին II վեհափառի անունը։ Ինչպես կարձագանքեիք այս քննադատություններին։ Նախ մեկնաբանության հետ համաձայն չեմ, ստիպում են ցենզուրայի ենթարկել, այս մեկնաբանությունը տեղին չի, ընդհանրապես վարչապետը երեք արձագանքել է այդ հարցին, մեզ համար Կտրիշ Ներսիսյանը կաթողիկոս չի, եւ մենք տարբեր մարդկանց միջոցով, ովքեր ծանոթ են հոգևորականների հետ պատարագի վերաբերյալ ճշտումներ են իրականացնում եւ մենք ըստ այդմ վարչապետն ըստ այդմ որոշում է մասնակցել այդ պատարագին թե չէ տվյալ հոգևորականը ուրեմն կիսում է եկեղեցու նորոգման օրակարգը թե չէ ըստ այդմ որոշում է կայացվում մասնակցել տվյալ պատարագին կամ չէ մասնակցել ցենզուրայի ստիպելու ճնշելու մասին որևէ ուրեմն խոսք չի կարող լինել շնորհակալ եմ Այսինքն ԱԱԾ-ն գնում է խնդրում է Նախ ԱԱԾ-ն ոչ միտեղ չի գնում, երեք ես կրկնում եմ վարչապետը մեկնաբանել այդ հարցը, նշել է, որ տարբեր մարդիկ ելնելով այդ մարդկանց կապերից, ծանոթությունից, հոգևորական դասի ներկայացուցիչների հետ, այդ թվում այդ մարդկանց շարքում կարող են լինել այո ԱԱԾ աշխատակիցներ։ Վարչապետը երեք մանրամասն դա մեկնաբանել է, դա որևէ աղերս չունի հոգևորականներին ճնշելու, դրանց խոսքը ցենզուրայի ենթարկելու հետ։ Կապ ունի բացառապես նրա հետ։ Տվյալ հոգևորականները կիսում են արդյոք եկեղեցու նորոգման օրակարգը։ Պարոն Հովհաննիսյան, պարզապես ԱԱԾ-ն ոչ թե խնդրանքի կապերն օգտագործելու ինստիտուտ է, այլ ուժային կառույց է եւ հանրության մեջ ընկալումը կա, որ ուժային կառույց է ԱԱԾ-ն եւ եթե ԱԱԾ-ն միտեղ գնում է, դա չի դիտվում որպես խնդրանք կամ ծանոթի միջոցով ինչ որ դիրքորոշման արտահայտում։ Խնդիրը ընկալումների մեջ է։ Նյուզեյեմ Պարոն Հովհաննիսյան, ձեզ եմ էլի հարցը ուղղում, երեք Արշակ Սրբազանին իշխանությունը ձերբակալել է, այս ժամերին կալանքի որոշումն է դատարանը քննում, ձերբակալման հետագայում, որ քննչական կոմիտեն տարածեց հայտարարությունը, 7 տարվա վաղեմության մի գործ է։ Ինչու է նոր հիշել իշխանությունը այս գործի մասին եւ արդյոք սա այս պահին հերթական ճնշումը չի հերթական Սրբազանին կալանավորելու եւ հակաեկեղեցական, հակակաթողիկոսական արշավի բաղադրիչներից մեկը չէ։ Նախ իշխանությունը չի հիշում քրեական գործերի կամ հանցագործությունների մասին եւ իշխանությունը չի զբաղվում դրանով, զբաղվում են համապատասխան պետական կառույցները, որոնք անկախ իշխանության որպեսին լինելու պետքա զբաղվեն այդ գործերով։ Այլ մեկնաբանություններ չունեմ, գործը գտնվում է քննչական մարմինների տիրույթում, շնորհակալ եմ։